1989 թվականի օգոստոսի 20-ից տեղափոխվել եմ այս գյուղ դպրոցում որպես մանկավարժ աշխատելու նպատակով։ 96 թվականից զբաղեցնում եմ տնօրենի պաշտոնը առ այսօր։ 90-ական թվականներին ունեցել ենք 71 աշակերտ, ամենաշատը։ Այդ ժամանակ այդ աշակերտների թվի մեջ նաև մտել է այստեղ գալիս էին եզդիները ին մնում ժամանակավոր, անասնապահությամբ էին զբաղվում, իրենց երեխաներն էլ հետը հաշված։ Սկզբնական տարիներին միջոցառումները բերում էին մագարտակին, որ քաղաքից չտարբերվի, ճիշտ էս չկար, այն չկար, բայց ստեղծում էին։ Ամեն ինչ ստեղծել ենք, բերել ենք, եթե մի բան անում ես, պետք է լավ անես։ Իսկ եթե պետք է վատ անես, ավելի լավ է չանես։ Բարև ձեզ։ Ես եմ մեր ուսուցչանոց էլ, ես Գյումրիից եմ եկել, բայց մինչև 89 թվականը ուսանող եմ եղել Երևանում, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն եմ ավարտել։ Ավարտելու տարին երկրի վիճակը այդքան էլ լավ չէր, այստեղ էլ էս գյուղերը դադարեցվել էին, ուսուցչի կարիք կար, ես իմ համակուրսեցուս, ինչպես նաև համ համակուրսեցիս, համ իմ եղբոր կինը Հարսս, Հարսի հետ իրանց ընտանիքով տեղափոխվենք այստեղ աշխատելու։ Դա իհարկե հետո իրենք գնացին նորից Գյումրի, բայց ես հետ չվերադարձա այն առումով, որ ես արդեն իմ հետ շատ մարդիկ էի բերել այս գյուղ։ Մասնավորապես ուսուցիչ մանկավարժների, հիմնականում Գյումրիից, Թալինից, Ամասիայից։ Գյուղը վերաբնակեցվել է հիմնականում Վարաստանից, Բոգդանովկայի շրջանից, Կանձա գյուղից, Դիլիվ գյուղի բնակիչներից են տեղափոխվել, ստեղ համալրել, հիմնականում Գյումրիից 1-2 ընտանիք, շատ չեն, մնացած գյուղը հիմնականում կանձացիներ են։ Սկզբնական շրջանում եղել որ ոչ մասնագետներ, միջնակարգ կրթությամբ ուսուցիչներ են աշխատել, ուղղակի գոյատևելու, առաջ գնալու պայմաններով հետո ես համալրել եմ բոլորը մանկավարժ մասնագետներ են։ Մեր դպրոցում կերպարվեստի մասնագետից, երաժշտության մասնագետից սկսած բոլոր մասնագետները կան։ Այսինքն չկա այնպիսի մի առարկա, որ դասավանդի ոչ մասնագետ։ Այստեղ մեր արմատ լաբորատորիան է, դեք ամեն դպրոց չէ որ ունի, այս տարածաշրջանում Արեգնադեմում կա ու այստեղ։ Ռաֆիկ Հակոբյանի անվան դասասենյակ։ Զորացրվելու ժամանակն էր հունվարին արդեն 20 տարեկան էր, հոկտեմբերին պես եղավ։ Այս դպրոցի ցանկացած երեխա աշխատասեր է։ Չկա մի երեխա, որ աշխատանքից փախնի, խուսափի։ Բոլորը իրենց տանն աշխատում են։ Որ չթողնի ծնողը անպայման ինքը պետք է խառնվի աշխատի։ Հիմնականում այստեղ անասնապահությամբ են զբաղվում։ Երեխաներն էլ ընտրված են այդ աշխատանքների մեջ, թեկուզ տանը իրենց մորը հորը օգնելու համար իրանք պատրաստ կանգնած են, նույնիսկ դպրոցում, մենք դպրոցում նաև ջերմոցային տնտեսություն ունենք, դա հիմնականում արտադպրոցական աշխատանքներին է ուղղված, երեխաները լավ գիտեն, ինչպես են մշակում բերքը, այդ հողի հետ գործը, իրենք անասնապահությամբ են զբաղվում, բայց զուգահեռ այդ հողագործությամբ արդեն դասեր են խաղում, խմբակներ ունենք, գյուղատնտեսական խմբակ, որում երեխաները նաև այդ ամեն ինչ սովորում են, ինչպես մշակեն, օրինակ մենք մի ջերմոց ունենք, որում աճեցնում ենք լոլիկ, վարունգ, տարբեր բանջարեղեններ։ Այդ մեր ցանկությամբ ենք ընտրել այդ գյուղատնտեսական խմբակը եւ երեխաները մեծ սիրով մասնակցում են, առանց մասնակցել էլ այդ աշխատանքներն որ կատարում են շատ ասենք 5-ից 12-րդ դասարանցիներին հավաքվում ես որ այդ աշխատանքը կատարես, հողային տեղափոխես եւ
այդ աշխատանքները կարելի է տեսնել 4 դասարան երեխան տուն չի գնում, որ ես էլ եմ ուզում։ Չէ, քեզ համար դժվար է, որ դուք այդ սայլակը հրեք կամ հող բերեք, ես գնամ ձեզ համար ջուր բերեմ, բոլորի համար ջուր բերեմ։ Մենք էլ ենք դպրոց գնացել, տեսել ենք թե ինչ կա, չէ, դասարանցին կարող է խուսափել, թեկուզ ձևեր թափել, վայ գլուխս ցաված որ անպայման տուն գնա, կամ դասի չգալու համար Ադամս ցավում էր չգա, չկա այդպիսի պատճառաբանություն։ Ինչքան պետք է լուրջ պատճառաբանություն լինի, որ երեխան դասից բացակայի։ Ինչ սիրով են գալիս դպրոց, այդ մեր դա է էլի մեր հաճույք զգացմունքը, թե չէ որ մտածենք աշխատավարձի համար ենք աշխատում, չէ։ Մեր աշխատավարձը դուք տեսաք ինչ ճանապարհ եք եկել, այդ ճանապարհին չի հերիքում, ուր մնաց այլ կենցաղային հարցեր լուծի։ Զուգահեռ աշխատանքին մենք անաստապահությամբ ենք զբաղվում, մեր ծախսերը դրանով ենք փակում։ Մենք ունենք ատեստավորված ուսուցիչ, օրինակ մեր պատմության ուսուցիչ Վանիկ Մանուկյանը ատեստավորված է, իր թերուկաչափ է հիմա 200,000 դրամով է հաշվառվում։ Ված են ուզում են չունեք ստացող։ Ոչ։ Առաջադիմության տեսանկյունից մեր դպրոցը շատ ուսանողներ է տվել եւ բժիշկներ ունենք դպրոց ավարտած։ Մեր ուսանողները տարբեր ուղղությամբ 2 տարի առաջ նորից 3 աղջիկ մի դասարանից ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություն, մնացածները ում ուժերը չի ներում, գոնե շարունակում են ուսումնարաններում կամ քոլեջներում։ Ճիշտ նոր ասեմ, արդեն Երևանում սովորողները հետ գալու նպատակ էլ չունեն։ Շատ քիչ երեխեք կան, որ հետ են եկել, էլի ոգևորում է գյուղն իրանց գյուղը մնալու։ Գյուղում մարդիկ կան, տուն առել են բարձր գներով, այստեղ տուն են առել բարձր գներով, չլսված թվեր են տվել գյուղում տուն առնելու համար։ Մարդիկ կան, տեղափոխվել են չգալու նպատակով, բայց կախվածությունը շատ է, գնացել են որ չգան, նորից գալիս են ինչ որ այստեղից օգտվելու, հանգստանալու, ինչ որ վառելիք տանելու։ Գուցե իրանք իրանց վրա չընդունեն, որ գնացել են էլ չեն կա, բայց գալիս են։ Այսինքն ոչ ոք գյուղից իր ոչը չի կտրել լրիվ գնացել։ Գյուղը շատ լավն է, մեր գյուղը շատ լավն է, անձամբ ասեմ ես միշտ ասել եմ, Կառնարիջը աշխարհի կենտրոնն է։ Յուրաքանչյուր ոք, որ ընտրի որ իր ապրելատեղը իրոք աշխարհի կենտրոնն է, նայած որտեղից ես դու այդ չափագրումը կատարում։ Ես գտնում եմ, որ աշխարհի կենտրոնն էստեղ է, ճիշտ է, Գյումրիից եմ եկել, Գյումրին շատ եմ սիրում, եթե չսիրեցիր քո բնակավայրը, որտեղ դու ապրում ես, քո կյանքը դժոխքի կվերածվի։ Դու դրական գտնես, դրականը պետք է ներկայացնես, որ քո շուրջն էլ ավելանա, դու էլ զգաս, որ ապրել ես, ապրում ես ինչ որ նպատակի համար։